Պարոն Գաբրիելյան, օրենքները անկիր իմանալ էդի ամոթի վարքաբեկիչ բան չի ընդամենը արկա, որ սովորել կարդալ, որպեսզի կարողանանք օրենքները մեկնաբանել, որ ցանկացած բայի կյանքում պետք է քեզ։ Տեսեք ինչ է ստացվում։ Այս կառավարությանը երբ որ նեղ անգնում պետական սահմանի հետ կապված վկայակոչվում է վարչատարածքային բաժանման մասին օրենքը։ Բազմիցս այս ամբիոնից էլ եմ արսեր տալի, միջև սպառիչ պատասխան չստանամ։ Կա հստակ վարչական տարածքների նկարագիր, այդ թվում նախկին գյուղական, գյուղական բնակավայրի, որ ընդգրկված է Իջևան խոշորացված համայնքի։ Դուք պետք է հստակ պարզաբանեք, ինչ իրավաստատող փաստաթղթերի հիմքում, եթե կա կադաստրային սխալ, պետակ սխալ գրանցում, ապա փոխհատուցում խեղդվե։ Սրանք հարցեր են, որոնք պետք է պարզաբանվեն։ Այսինքն դուք ասում եք, որ կադաստրի ստորաբաժանման կամ համայնքի ղեկավարների սխալ, եթե կա նման դեպքեր, ասեք, քանի մարդ է դատապարտվել կամ քրեական վարույթներ հարուցվել։ Այդ 57 միավոր գույքը ինչ իրավաստատող փաստաթղթերի հիմքով է գրանցումները անվավեր ճանաչել։ Բազմաթիվ անգամ հնչեցրել եմ, չեմ ստացել, ինձ օրենքների կարգավորումներն եք առաջ բերում։ Ես որ այս դրական կարգավորումները շատ թե քիչ գիտեմ, ինձ պետք է կոնկրետ քանի միավոր գույք է, նախկինում ընդգրկված է եղել վարչական տարածքում թե չէ, եթե ընդգրկված չէր չէի կարող տալ սեփականության վկայական եւ ինչ հիմքով են անվավեր ճանաչվել, այնքան པարզ է 3 կարճ կամ 1 կարճ 3 ենթահարցից բաղկացած։ Թե չէ մենք գցում ենք ստեղ, մենք գցում ենք այնտեղ, դա ճիշտ բան չի։ Ինձ խնդրում եմ 1 անգամ տվեք սպառիչ պատասխան եւ ես կարծում եմ եթե կարճ էլ ասեք սպառիչ պատասխանով կհասկանամ, շնորհակալ եմ։